Արքայազնը և իր ձին։ Լինում է չի լինում, մի թագավոր է լինում, այս թագավորը մի մինուճար տղա է ունենում, մի օր նա կանչում է տղային և ասում. ես 2 շաբաթով գնում եմ ճամփորդության, ահա վերցրու պալատի բոլոր բանալիները, որ դուռը ուզում ես, բաց արա, բայց այս սենյակը հանկարծ չմտնես: Լավ, հայրիկ, պատասխանում է արքայազնը: Հենց որ թագավորը ոտքը դռնից դուրս է դնում, տղան վազելով գնում է, բաց է անում հենց արգելված սենյակի դուռը, սենյակում մի գեղեցիկ ոսկյա շատրվան է տեսնում և ուրախությունից մատը մտցնում է ջրերի մեջ, մտցնում է, թե չէ մատը ոսկեզօծվում է, տղան ինչ անում է, չի անում, չի կարողանում ոսկեջուրը սրբել, ստիպված մի շորի կտորով մատը փաթաթում է: Երեկոյան թագավորը վերադառնում է: Դու հո չե՞ս մտել այն սենյակը, հարցնում է տղային: Ոչ հայրիկ: Իսկ ինչու ես մատդ փաթաթել: Հենց այնպես: Տղա՛ս, դու ինձնից ինչ-որ բան ես թաքցնում: Հայրիկ, ծառաներն ուզում էին ճաշել, ես էլ որոշեցի նրանց հաց տալ ու մի թեթև կտրեցի մատս: Փաթաթանը քանդիր տեսնեմ: Արքայազնը ճարը կտրած հնազանդվում է: Էլ ում կարող եմ վստահել, եթե սուտ է խոսում նույնիսկ հարազատ որդիս: Սրտնեղում է թագավորը և ավելացնում. Ես նորից գնալու եմ 2 շաբաթով, վերցրու այս բանալիները և տես հա, չբացես այն սենյակի դուռը, ուր քեզ արգելել եմ մտնել: Լավ, հայրիկ, էլ չեմ անի: Տղան սպասում է այնքան մինչև հայրը տնից հեռանում է և կրկին վազում է դեպի ոսկյա շատրվանը: Այս անգամ նա շորերն ու գլուխն է մտցնում ջրերի մեջ, շորերը ծածկվում են ոսկեջրով, իսկ մազերը դառնում են ոսկեթել: Դրանից հետո նա մտնում է ախոռ, որտեղ 2 ձի էին կապված, մեկի անունը Մորո էր, մյուսինը Բայար: Մորո, ասում է արքայազնը, քո մի քայլը քանի՞ լյո կլինի: 18: Իսկ դու ինչ կասես Բայար: Իմ ամեն քայլը 16 լյո է: Բայց իմ խելքը ավելի շատ է, քան Մորոյինը, չեք փոշմանի, եթե ինձ վերցնեք: Արքայազնը նստում է Բայարին ու քամու պես սլանում առաջ: Երեկոյան թագավորը վերադառնում է տուն: Որտե՞ղ է Բայարը, հարցնում է նա Մորոյին: Ձեր որդին տարավ: Թագավորը հեծնում է Մորոյին և ընկնում տղայի ետևից: Արդեն բավական ճանապարհ էին կտրել, երբ Բայարը տղային ասում է. Ախ, արքայազն, մենք կորած ենք: Ետևում զգում եմ Մորոյի շնչառությունը, վերցրեք այս լաթի կտորը և թափով ետ շպրտեք, որքան կարող եք բարձր և հեռու: Արքայազնը այդպես էլ անում է: Լաթի ընկած տեղը մի անանցանելի խիտ անտառ է գոյանում: Թագավորը հազիվհազ կտրում է ու անցնում անտառը: Մի քիչ էլ են առաջ գնում, Բայարն ասում է. Ախ, արքայազն, մենք կորած ենք, ետևում ես զգում եմ Մորոյի շնչառությունը, վերցրեք այս թին ու թափով ետ շպրտեք, որքան կարող եք բարձր և հեռու: Արքայազնը շպրտում է թին և հենց այդ պահին թագավորի ու հետապնդվողների միջև առաջանում է մի լայնահուն գետ: Թագավորը հազիվհազ անցնում է գետը: Մի քիչ էլ են առաջ գնում և Բայարը նորից է խոսում. Ախ, արքայազն, հիմա մենք վերջնականապես կորած ենք, ես զգում եմ Մորոյի շնչառությունը, այն քարը տեսնո՞ւմ եք, վերցրեք ու թափով ետ շպրտեք, որքան կարող եք բարձր և հեռու: Արքայազնը նետում է քարը և նույն պահին հետևում մի մեծ սար է գոյանում, սրածայր քարերով ծածկված: Թագավորը շատ է չարչարվում, որ սարն անցնի, բայց Մորոյի ոտքերն արյունոտվում են, ճանապարհի կեսից ստիպված ետ են վերադառնում: Արքայազնը Բայարի հետ շարունակում է ճանապարհը: Շատ են գնում, թե քիչ հանդիպում են մի երիտասարդի, որը հեռացել էր իր տիրոջից և տուն էր գնում: Լսիր, բարեկամս, ասում է արքայազնը, շորերդ չես վաճառի, ես քեզ 50 ոսկի կտամ:
Տեսնում եք, որ աղքատ եմ, դրա համար էլ ձեռ եք առնում, պատասխանում է երիտասարդը, բայց տեսնելով, որ արքայազնը միանգամայն լուրջ է ասում, հանում է շորերն ու տալիս նրան։ Արքայազնը վճարում է երիտասարդին, վերցնում նրա շորերն ու մտնում անտառ։ Նա հանում է իր ոսկեզօծ շորերն ու պահում մի ծառի փչակում, իսկ ինքը հագնում է այդ հնամաշ շորերը, մի փուչիկ է գտնում, դրանով ծածկում է մազերը։ Այդպես գնում է այդ երկրի թագավորի պալատը և ուզում է աշխատանքի ընդունվել, որպես խոհարարի աշակերտ։ Էս թագավորի պալատում, որ խոհարարի կարիք են ունենում, ու տղային վերցնում են աշխատանքի։ Նա երբեք փուչիկը գլխից չի հանում, որպեսզի իր իսկական մազերը ոչ ոք չտեսնի։ Դրա համար էլ նրա անունը դնում են Քաչալ։ Թագավորը 3 աղջիկ է ունենում և 3-ին էլ ուզում է ամուսնացնել։ Պայմանը հետևյալն է լինում. արքայադուստրերից ամեն մեկը պետք է մատնացույց աներ իր ընտրյալին ու նրան նետեր ձեռքի ոսկե խնձորը։ Բազմաթիվ ազնվազարմ պալատականներ էին շարվում աղջիկների դիմաց։ Թագավորի ավագ և միջնեկ աղջիկներն իրենց ոսկե խնձորները նետում են մի պալատականի ու մի իշխանի։ Քաչալն էլ էր եկել ու մի կերպ խցկվել պալատականների արանքը։ Թագավորի փոքր աղջիկն իր ձեռքի խնձորը հենց նրան է նետում, որովհետև մինչ այդ տեսել էր, թե նա ինչպես էր սանրում իր ոսկեթել մազերը և կռահել էր նրա ով լինելը։ Խեղճ թագավորը սաստիկ զայրացած էր փոքր աղջկա ընտրության վրա։ «Խոսք չկա, հարմար փեսացու է», ձայնը գլուխն էր գցել նա, «իմ պալատում Քաչալն էր պակաս»։ Որոշ ժամանակ անց թագավորը հիվանդանում է։ Նրան բուժելու համար 3 սափոր ջուր էր պետք, որը պահվում էր հարևան երկրի թագուհու մոտ։ Երկու փեսացուները ճամփա են ընկնում ջուրը ճարելու։ Քաչալը արքայադստերն ասում է. «Գնա, հարցրու հայրիկիդ, եթե թույլ կտա, ես էլ գնամ ջուրը բերելու»։ «Բարև, սիրելի հայրիկ», ասում է արքայադուստրը հորը։ «Բարև, տիկին Քաչալիկ»։ Քաչալն ուզում է իմանալ, թույլ կտա՞ք ինքն էլ գնա ջուրը փնտրելու։ Դա իր գործն է։ Եթե ուզում է, թող վերցնի քնձռոտ ձին և գնա ուր ուզում է, միայն թե այլևս աչքիս չերևա։ Արքայադուստրը վերադառնում է։ «Հայրդ ի՞նչ ասաց», հարցնում է Քաչալը։ Նա ասաց, որ եթե ուզում ես գնալ, վերցնես քնձռոտ ձիդ ու մեկնես։ Նա թաքցնում է թագավորի ասածի շարունակությունը։ Քաչալը վերցնում է քնձռոտ ձին ու գնում այն անտառը, որտեղ բաժանվել էր Բայարից։ Եվ ով զարմանք, այնտեղ կանգնած էր Բայարը, և նրա կողքին շարված էին անհրաժեշտ ջրով լի 3 սափորները։ Նա վերցնում է սափորները, հեծնում ձին և շարունակում ճանապարհը՝ շտապելով թագավորի մոտ։ Մի պանդոկի կողքով անցնելիս տեսնում է թագավորի մյուս 2 փեսացուներին, որոնք զվարճանում էին ու գինի խմում։ «Չէ՞ որ դուք թագավորին խոստացել եք ջուրը բերել», ասում է նա։ «Այդ էր պակաս», ասում են նրանք, «մեր ինչին է պետք այդ ջուրը, իսկ դու ինչ է արդեն ճարել ես»։ «Իհարկե ճարել եմ»։ «Իսկ չես վաճառի մեզ»։ «Միայն մի պայմանով, ես պետք է 100 անգամ ծակեմ ձեր հետույքները»։ «Թող քո ասածը լինի, միայն թե ջուրը տուր»։ Փեսացուները վերցնում են ջուրն ու տանում թագավորին։ Թագավորը նրանց հարցնում է. «Քաչալից լուր չունե՞ք»։ «Թագավորն ապրած կենա», պատասխանում են նրանք, «ոչ տեսել ենք, ոչ լսել»։ «Այ թե պարծենկոտն է այդ Քաչալը», ասում է թագավորը։ Որոշ ժամանակ անց երկրում պատերազմ է սկսվում։ Քաչալը արքայադստերն ասում է. «Գնա հայրիկիդ հարցրու, եթե թույլ տա, ես էլ մասնակցեմ պատերազմին»։ Արքայադուստրը գնում է հոր մոտ. «Բարև, սիրելի հայրիկ»։ «Բարև, տիկին Քաչալիկ»։ Ամուսինս ուզում է իմանալ, եթե թույլ կտաք, ինքն էլ կարո՞ղ է մասնակցել պատերազմին։ Դա իր գործն է, եթե ուզում է, թող վերցնի քնձռոտ ձին և գնա ուր ուզում է, միայն թե այլևս աչքիս չերևա։ Արքայադուստրը վերադառնում է Քաչալի մոտ։ «Հայրդ ի՞նչ ասաց»։
Հարցնում է քաչալը։ Նա ասաց, որ եթե ուզում ես, կարող ես վերցնել քնձռոտ ձին ու մեկնել։ Նա այս անգամ էլ է թաքցնում թագավորի ասածի շարունակությունը։ Արքայազնը այդպես էլ անում է, նա նստում է ձին, գնում անտառ, թաքստոցից հանում իր ոսկեզօծ շորերը, հագնում է ու բայարին նստած կռվի է ելնում ու հաղթում թշնամուն։ Թագավորի փեսացուները, որոնք հեռվում կանգնած դիտում էին մարտը, գնում են թագավորի մոտ և ասում. «Օ, ձերդ գերազանցություն, ափսոս, որ դուք չտեսաք այն կտրիճին, որ մեն-մենակ հաղթեց թշնամուն»։ Հազար ափսոս, պատասխանում է թագավորը, եթե ես մի աղջիկ էլ ունենայի, կտայի այդ կտրիճին, իսկ քաչալից լուր չունեք։ Թագավորն ապրած կենա, պատասխանում են նրանք, ճիշտն ասած, ոչ տեսել ենք, ոչ լսել։ Այ թե պարծենկոտն է այդ քաչալը, ասում է թագավորը։ Որոշ ժամանակ անց նոր պատերազմ է սկսվում։ Քաչալն արքայադստերը նորից ուղարկում է թագավորի մոտ պատերազմին մասնակցելու թույլտվություն ստանալու համար։ Հետո նստում է քնձռոտ ձին, գնում անտառ, հագնում իր ոսկեզօծ շորերը, հեծնում բայարին և մեկնում կռվելու։ Ավելի սիրուն ու համարձակ, քան առաջին անգամ։ Նա նորից հաղթում է բոլորին, իսկ թագավորի փեսացուները, որոնք հեռու կանգնած դիտում էին մարտը, շարունակ հիանում էին նրանով։ Օ, ինչ գեղեցիկ է, ինչ խիզախ է։ Օ, ձերդ գերազանցություն, մարտից հետո թագավորի մոտ են վազում փեսացուները։ Ափսոս, որ դուք չտեսաք այն կտրիճին, որը մեն-մենակ հաղթեց թշնամուն։ Հազար ափսոս, պատասխանում է թագավորը, եթե ես մի աղջիկ էլ ունենայի, սիրով կտայի այդ կտրիճին, իսկ քաչալից լուր չունեք։ Թագավորն ապրած կենա, ճիշտն ասած, ոչ տեսել ենք, ոչ լսել։ Այ թե պարծենկոտն է այդ քաչալը, ասում է թագավորը։ Պետք է ասել, որ այդ ժամանակ թագավորը լրիվ չէր բուժվել և հարկավոր էր ևս 2 սափոր նույն ջրից, լրիվ ապաքինվելու համար։ Քաչալը արքայադստեր միջոցով նորից թույլտվություն է խնդրում թագավորից, նորից նույն պատասխանն է ստանում և գնում անտառ քնձռոտ ձին նստած, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս բայարից վերցնում է ջուրն ու վերադառնում։ Մի պանդոկի մոտով անցնելիս տեսնում է, թե թագավորի փեսացուներն ինչպես են գինի խմում ու զվարճանում։ Չէ՞ որ դուք թագավորին խոստացել եք գնալ ջուրը բերելու։ Այ տեր-պակաս, մեր ինչի՞ն է պետք այդ ջուրը, իսկ դու ինչ է, արդեն ճարել ես այդ ջուրը։ Իհարկե ճարել եմ։ Այդ ջուրը մեզ չես տա։ Կտամ, միայն մի պայմանով, եթե փոխարենը ինձ տաք ձեր ոսկե խնձորները։ Թող քո ասածը լինի, միայն թե ջուրը տուր։ Արքայազնը վերցնում է խնձորները, իսկ նրանք ջուրը, և երբ մտնում են պալատ, թագավորը հարցնում է. Քաչալից լուր չունեք։ Թագավորն ապրած կենա, պատասխանում են նրանք, ճիշտն ասած, ոչ տեսել ենք, ոչ լսել։ Այ թե պարծենկոտն է այդ քաչալը, ասում է թագավորը։ Թագավորները չեն կարող երկար խաղաղ ապրել, և ահա նորից պատերազմ է սկսվում։ Ինչպես միշտ, արքայազնը նստում է քնձռոտ ձին, հասնում անտառ, հագնում իր ոսկեզօծ հագուստը, ավելի է գեղեցկանում, հեծնում է բայարին և մեն-մենակ նորից հաղթում թշնամուն։ Այս անգամ կռվին ներկա է լինում նաև թագավորը և շատ է ուզում իմանալ կտրիճի ով լինելը։ Բայց նրա ձին սլանում էր քամու պես, և հնարավոր չէր տեսնել հեծյալի դեմքը։ Թագավորը նետում է նիզակն ու վիրավորում կտրիճի ազդրը։ Երբ վերադառնում են անտառ, բայարն ասում է իր տիրոջը. Արքայազն, իմ հայրը նույնպես թագավոր է եղել, և ես քեզ նման արքայազն եմ։ Չար վհուկն ինձ կախարդեց և ասաց, որ ես պետք է 5 անգամ մեծ ծառայություն մատուցեմ մեկ ուրիշ արքայազնի, որպեսզի իմ վրայից կախարդանքը վերանա, և ես նորից արքայազն դառնամ։ Այժմ ես ազատ եմ և պետք է վերադառնամ։
իմ երկիրը և նստեմ իմ գահին, եթե ուզում ես, արի ինձ հետ։ Արքայազնը հրաժարվում է, նրան բարի ճանապարհ է մաղթում, նստում քնձռոտ ձին ու վերադառնում պալատ։ Հաջորդ օրը թագավորը հրամայում է գտնել իր նիզակից վիրավորված կտրիճին և պալատ բերել։ Շատ ու շատ երիտասարդներ նիզակով ծակում են իրենց ազդրը ու գնում պալատ, սակայն նրանց բոլորին վռնդում են, որովհետև նրանց վերքերն առաջացել էին սովորական, ոչ թե թագավորական նիզակից, իսկ քաչալը սուս ու փուս մտել էր իր սենյակը և կնոջը պատվիրել էր գնալ բժշկի հետևից։ Թագավորը նկատում է, թե ինչպես է բժիշկը պալատ մտնում և գնում է բժշկի հետևից։ Նա մտնում է քաչալի սենյակն ու տեսնում է իր նիզակը, որով վիրավորել էր կտրիճին։ Բայց զարմացած չորս բոլորն է նայում և ոչինչ չի հասկանում։ Քաչալն ասում է. «Ձերդ մեծություն, ես եմ հաղթել ձեր թշնամիներին և բերել ձեր բուժիչ ջուրը։ Առաջին անգամ ես դրանք զիջել եմ ձեր փեսացուներին և փոխարենը 100 անգամ ծակել նրանց հետույքները, իսկ երկրորդ անգամ 2 սափոր ջրի դիմաց նրանք ինձ են տվել իրենց ոսկե խնձորները»։ Թագավորի հրամանով կանչում են 2 փեսացուներին։ «Ցույց տվեք ձեր ոսկե խնձորները», ասում է թագավորը։ «Մենք կորցրել ենք խնձորները», պատասխանում են փեսացուները։ Թագավորը հրամայում է նրանց վտարել իր երկրից, իսկ փոքր աղջկան մեծ շուքով ամուսնացնում է արքայազնի հետ և նրան հանձնում իր գահը։ Ահա և հեքիաթը վերջացավ։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի առաջիկայում նոր ու հետաքրքիր հեքիաթներ լսելու հնարավորություն ունենաք։